Ինչ կա ժողովուրդ, ոնց տեսնում եք այսօր երկու հատ Ducati-ա մեր մոտ, ես այս կողմից ձեզ մի հատ ցույց տամ, իրականում այսօր review-ն ելնելու է Street Fighter V4S, մեր շատ լավ ընկերներից համաձայնվել է իր մոտոն տա, որ մենք review անենք ու սաղս վայելենք այս ամեն ինչը, հուսով եմ լավ վիդեո կլինի, ու այսօր ի տարբերություն մյուս վիդեոներից, որ հուսով եմ վերջում նայել եք, եթե չեք նայել, ստե վերևը կերևա ինքը, բայց հույսով եմ, որ այս վիդեոն ձեզ դուր կգա, ես քշելով եմ review անելու, թափով մի հատ կգնանք իսակով կֆրանք հետ կգանք, ու կտեսնենք ոնց է լինում, բում։ Ուրեմն, ինձ թվում է մոտոյի review-ներից գլխավորապես առաջինը, ու լավ բարձր է ինքը լինելու, լավ բարձր է, okay, spring loaded thing, մենյուն իրա թազեն է, իրականում խոսալուց ենք զապիս ենք անում, alright, վեչոր ժողովուրդ, հեսա դուս գանք ստեից, ու քննարկենք ինչով է ինքը տարբերվում Monster-ից, համեմատենք սպորտ մոտոներին մեր, ու լավ բարձր է իրականում, բարձրությունը իրա, բավականին անսովոր թեմա է, չնայած որ շատ եմ խոսում, որ այս մոտոն բավականին բարձրոտ է, իրականում զարմացած եմ, թե ինչ փափուկ է ավելի աշխատում, քանց թե V2-ը կամ L2-ը մեր Monster-ը։ Alright, ուրեմն ընթացքի մեջ ենք մենք, թեթև երևի ի սկզբանե ասե այս մոտոն ինչ է, ինքը 208 ձի ժողովուրդ, 208 ձիա ուժանոց մոտո է, որը որ ունի 120 նյուտոն մետր ծյագա, ահռելի թիվ է այդ, 120 նյուտոն մետրը ահռելի թիվ է, բայց շատ ես իրական մտածում եմ, որ ինքը վախացնող է լինելու, բայց ամեն ինչ այնքան վատ չի, ինչքան կակնկալ էր։ Այս հայվանը չգիտեմ խիա սենց անում, այդ շեսա որ մոնտ է դուս գանք այդ է մատորնի տարմաժենյան շատ ուժեղ է մոտոյի, բավականին ուժեղ է, ու մոտոն շատ տաք է, որը որ ակնկալելի է Ducati-ից, կոնուսը շատ պլավն է ասեմ, իրականում իմ Monster-ը ավելի ձորգնն է ակշվում այդ տեսանկյունից, շատ ավելի ձորգնն է ակշվում, բայց այդ տիպի բանը ակնկալելի է ժողովուրդ, V2-ի վաղտ կոմոդ ձորգը պալուբոմը ավելի շատ է լինելու, քանց թե V4-ի վաղտ, կամ շարային 4-ի վաղտ, կամ շարային 3-ի, աշխի իշքան ցիլինդրները շատ, իշքան ցիլինդրները շատ, ենքան ամեն ինչ ավելի պլավն է լինում, իշքան ցիլինդրները քիչ, ենքան ավելի փոքր շարժումները կոնուսի բանի հետ, շատ ավելի զգացմունքային է այդ ամեն ինչը լինում, շատ ավելի զգալի է այդ ամեն ինչը լինում։ Yeah man, Street Fighter V4, իրա կայֆը հեսա մենք կզգանք հենց ստեից դուս գանք, որտև ստե ինչ ուզում ես արաս ես մոտոն, ոչ մի բան չի ասի քեզ, ոչ մենք հեսա ստեից սիրուն աչ ենք անում, ու իրական կայֆը կզգանք այնտեղ։ Alright, ինչ կասեք ժողովուրդ, տեսարանը վերևից շատ ունիկալ է իրականում, այն որ նայում ես ստե ինչ-որ թևեր կա, բան կա, այդ ամեն ինչը բավականին տարօրինակ է իմ համար։
դաշը շատ է դուրս գալի իրականում այս վիճակները, ինքը մի պակալինի ավելի թարմա քան թե իմ դաշը Monster-ի։ Բարձրությամբ երևի ամենաբարձր մոտոն է, վերջի, Ducati, MV Agusta, Yamaha, այս ամենաբարձրն է մեջներից։ R1-ի համեմատ ինքը բավականին բարձր է զգացվում, Monster-ի համեմատ է։ Հակ։ Alright։ Այս նրա մասին է սաղ կայֆը, ժողովուրդ, երբ որ առնում ես Street Fighter, դու իրան չես պլանավորում կամած քշել, դու իրան պլանավորում ես բավականին ագրեսիվ քշել, չնայած որ ասում եմ, կամած քշելու համար Ռոցի ըլնում է, երորդի մեջ ենք մենք հիմա, ինքը ծագա ունի, բայց տես երեսիտ խփող ծագա չի իրականում, ոնց որ ասենք Monster-ն է, շատ զարմացած եմ իրականում, վեճով շատ ավելի պլավն է աշխատում, ու ասենք, թե ոնց է կոնուսը թողում ինքը, էլ եմ ասում, Monster-ը քշում ես, վախենալով ես մի քիչ բանան, որտև հենց կոնուսը մի քիչ թողում ես, ինքը սկսում ասենց, ուզում որ դու գնաս, վեճորսը շատ պլավն է համեմատած, ինքը վիբրացիա մեկա ունի, տակը զգում ես մեխանիչսկի մատորի աշխատանքը, ես այդ պլյուս եմ ասում, որտև Ducati քշողներից մարդիկ ուզում են այդ ամեն ինչը զգան, իրանք ուզում են մոտոյի խառակցերը զգան։ Սո այդ առումով պրիատնի է, որ տենց մոմենտը պահել են ոնց որ։ Alright։ Ես չեմ սիրում ուրիշների հայլները փոփոխել, так что մենք alright okay ստե ասախ կայֆը ժորդ 8000-ի վաղտ ակնհայտ փոխվում է մոտորը։ Այ դա իրական կայֆը։ Yeah! Այ ես ուզում զգալ։ Ակնհայտ մոտորը շատ է փոխվում։ Holy shit։ Այն որ հիմա սենց եմ անում, вообще չի վախացնում։ Вообще բան չի անում։ Այս չկա ոչի բան։ Հենց 8000 անցնում ես, ահու սարսափը գալիս է։ Այ էդ է։ Օ, նայս, ապսոս տեղ չկա մի հատ սետքի վերջնական փորձարկեմ։ Ոչ, հեսա Չարբախի կոմով մի հատ կֆրանք, տրաֆիկը ինձ թվում է մի քիչ շատ աստ է ինչ-որ կայֆեր անելու համար, բայց Չարբախի կոմը հուսով եմ ավելի թեթև կլի, մի հատ կֆրանք, մի հատ կսկանք հետ ամեն ինչը, ձենը զավոդ է, եթե չեմ սխալվում, ու զավոդ լինելով շատ պրիատնի է, որ ես կարում եմ խոսամ, ու գիտեմ մեր ձենը կլսվի, զապիսում կլսվի, որտև մոտոներ կա այնքան բարձր է, որ իմաստ չկա նույնիսկ խոսալ, որտև գիտես բան չի լսվելու։ Alright։ Բայց այդ 7000-8000 ապարոտը այ դրա մասին է սա խոսքը ժողովուրդ, հեսա պետք է այդ մի հատ նորից ականատես լինել։ Holy shit։ Հավաքել է հավաքում ինքը Eldusus։ Ոյ, դա քիչ մոտո է իրականում։ Ու ես նոր եմ հասկանում, ինչքան ժամանակ գնում ենք, ես հաստացի օրենք եմ խախտում, որտև 60 ոչ մի ձև չի լում այս մոտով գնալ։
Վեչորսի աշխատանքը ու ընդհանուր մոտոյի աշխատանքը շատ սենց միաժամանակ չվախացնող են ստացել։ Շատ պլավն է աշխատում ինքը այդ առումով։ 200 ձիաուժի համար առաջի սկորուստը բավականին կայֆոտ է։ Ասեմ մենք մի քիչ կամացանանք։ Իր առաջի սկորուստը բավականին կառավարելի է։ Երկրորդը արդեն Ducati-ն ոնց որ սիրում է տենց անել։ Ընդհանուր բավականին կառավարելի մոտո է։ Ու առաջի սկորուստը միշտ իրանք սիրում են կարճոտ անել նեյքեդների վրա, Monster-ն էլ է տենց իրականում։ Alright. Շատ իհարկե ես չփորձեմ ստե օրենք խախտել։ Այս Camry-ն թեթևը պլանավորում տրամադրվում աղաչանելու մասին չեմ ջոդում։ Թափ դատար կա ժողովուրդ։ Ասեմ վեչորսը շատ հետաքրքիր մոտոր է։ Շատ հետաքրքիր մոտոր է։ Ես այս տասապակալենիայի վեչորսներից չէի քշել, Էլա բրազնին եմ քշել Պանիգալևան, իրանք բավականին վախացնող ու զարհուրելի էֆեկտ թողող մոտորներ են, էլի եմ ասում, որտեվ Էլա, ու այդ Էլը շատ ուժեղ ծագա ունի, ու շատ զորք են նսս ունի նաև։ Կես աբարոտ, 14.5 հազար ժողորդ։ Ես մենակ պատկերացնում ստերանք ինչ կարա լինի։ Իհարկե մոտոն, քանի որ սոտքի իմը չի, ծանոթ չեմ, ես չեմ մզելու իրանից ամեն ինչ։ Ինքը ինձ թվում է ճիշտը թե մարդկային տեսանկյունից, ընկերական եւ այլն, բայց նաեւ գործնական տեսանկյունից գրամատնի կլներ։ Ոնց որ սենց խամություն կլինի, որ ես տենց ապաշխարը պրոստը առանց ծանոթ լինելու փորձեմ ինչ-որ բաներ անեմ այս բանին։ Տեխնիկան մոտոյի հարգանք է սիրում, ասեմ իրա կառոպկեն է պերեդաչաների շատ ուրիշ ձևի զգացվում, քանց ասենք իմ բանն է, քանց Monster-ն է օրինակի համար։ Բայց փափկությունը, holy shit, այս պոկվելը անենց հեշտ է, ու ես զարմացած եմ պրոստը, որ սես բան են ստացել։ Իրոքից զարմացած եմ։ Նաև զարմացած եմ ինչքան ավտո կա, այսօր կիրակի ավրոց է ու ավտոները քիչ լնեին։ Come on, man. Camry-ն ճամփա տվող չի։
Եվ քեզ պետք է։ Շատ կայֆոտ մոտո է իրականում այդ տեսանկյունից։ Բարձրությունը միակ բանն է, որ ինձ շատ դուր չի գալի, ես սիրում եմ ոտերս ծերից ծեր կարենամ գետնին դնեմ, որտեվ ես սիրում եմ մոտոն ոտերովս բրթեմ ես կողմ, այն կողմ պրոպկում ես կանգնում, չգիտեմ, ինչ-որ մայթի մոտ ես կանգնել ու քեզ իրան շարժելա պետք եւ այլն, բայց այս հենց ինքը սկսում է այդ ուժը տալ, շատ յուրահատուկ զգացմունք է, յուրահատուկ զգացմունք է, որ Monster-ի վրա չես զգում, R1-ի վրա ինչ-որ չափով զգում ես, բայց շարային 4 չի, ակնհայտ շարային 4 չի ինքը, ու այդ է կայֆ է տալի իրականում, 6-4-ը իր էֆեկտը ունի աշկից, ու այդ էֆեկտը ես համարում եմ, որ բավականին լավն է, ձենն էլ բավականին լավը, ապարոտները բավականին արագ է հավաքում, բայց գրմռացող չի բանի նման, L-Abrazny կամաց քշելն էլ բավականին ստացվում է առանց ոչ մի խնդրի, ու այդ կամաց քշելը հաճախ հենց կոնուսի աշխատանքի հետ է կապված ու մատորի փափկության, որ ասում էի L-Abrazny մատորները շատ ավելի բարդ են քշվում այդ տեսանկյունից, L-Abrazny իրոքից ավելի բարդ է քշվում այդ տեսանկյունից, ես մտածում եմ նաև այս վիդեոյում, կստաց մոռացա ասել, եթե սենց ռիվյուները դզում են, իհարկե մի հատ կոմենտ ենք գրում, թե այս մոտոյի մասին, թե ընդհանուր այս ֆորմատի մասին, եթե չեք նայեն հին վիդեոները, որտեղ ես պրոստը обзор անում մոտոն կանգնած վիճակում, որտեղ քշել չի լինում, սալոնի մոտոներ են ծախված եւ այլն, մի հատ կոմենտ գրեք այդ թեմայով, հա։ Հասկանանք, որ ֆորմատն է ձեզ ավելի դզում, մենք շատ ավելի մոտոներ ունենք, մտքներում պահած թե ինչեր ենք նկարելու, բավականին կայֆ կարա լինի այդ ամեն ինչը, բայց շատ կարևոր է որ share անեք այս վիդեոները ու նայեք ու կոմենտ գրեք ժողովուրդ, այդ ամեն ինչը շատ է օգնում ալգորիթմի հետ, դրանից դուրս ինչ կարամ ձեզ ասեմ, ես մտածում եմ այս վիդեոներում նաև մի քանի սեթինգի մասին խոսամ, կոմֆորտ, քշելու կայֆ, հարմարավետություն, բանցես բաներից, հեսա գնանք կանգնենք պարկովկա եմ սիրուն, ու այդ ամեն ինչը թեթևի մեջ քննարկենք։ Մենք ունենք մի րոպե ստեղ կանգնելու ու իրան նայելու, տորմուզները շատ լավ են պահում, շատ կծող տորմուզներ են, come on man, խիտենց քիպ, խիտենց արագ, ունի active suspension ժողովուրդ, active damper, ես իրականում setting-ների մեջ չեմ խորանալու այսօր, չեմ փորփրելու, չեմ քշփորելու, բայց այնց ոնց որ կա ինքը շատ կայֆոտ է զգացվում իրականում, շատ կայֆոտ է զգացվում, շոկի տեսանկյունից ինքը պրիատնը տակ է, խաշում է ոչ այնց ոնց որ Monster-ը, ավելի R1-ի կատեգորիայի է, որը որ honestly վատ չի, սենց մեծ մատորի համար, սենց ձիաուժերով լի ու սենց այս տիպի ագրեսիվ բանի համար սենց շոկը շատ կայֆոտ է, ապարոտներն էլ է հավաքում կայֆոտ, Поворачиваем, это շատ լավն է իրա։ Այս երկրորդով ենք մենք գնում ու կոմֆորտի մեջ, ոչ մի ձորգ, ոչ մի բան, եթե 7000 ապարոտը չես անցնում, ինքը բավականին անգլերեն լավ բառ ունենք, approachable,
շատ ցես ըլում է իրան մոտիկանալ, հետ ընկերություն անել, թեթև շփվել police որպես քաղաքային մոտո շատ ավելի ակտուալ է, քան թե ասենք պանիգալեն, չես ասեմ, սպորտերի տեսանկյունից, հապկության նույնիսկ տեսանկյունից, մի քիչ հերմեկ է հիշացնում, մենակ այնա խաթր, որ բայց դες մա լուբոյ պայում մի քիչ ավել ես տալու, ինքը մեկը ձիաուժեր ունի, ինքը մեկը ծագա ունի ավել, ինքը միշտ ինչ-որ թազա առաջարկելու բան ունի, holy shit, որ ես մինչև վերջ գազը չեմ բացել վաբշե մի հատ, ձևի համար, կարիքը չի եղե, էտ այնց դսում սս մոտոների, որ դու հաճախ պրոստը կարում ես վստահություն ունենաս, որ լուբոյ պահի, լուբոյ ինչ-որ մանյովր անելու համար դու միշտ ավել տեղուն ես բացելու, երբևէ կարիքը չի լում էտ ամեն ինչի։ Մնում ամես, սրանով երևի թե եզրափակում եք մեր գիզդայի բանը, եթե կուզեք դաշի հետ կարամ մի քիչ ծանոթացնեմ ձեզ, չնայած շատ բան չկա ծանոթանալու, բայց խոսանք կոմֆորտի բանի մասին, իր պլյուսների ու մինուսների, փափկություն է իրականում, suspension է, ես հիմա եմ թեթև ուշադրություն դարձնում, շատ հետաքրքիր, շատ կայֆոտ, կոմֆորտի տեսանկյունից եմ մտածում, ինչ եմ գնահատական տալու, այս էլ Street Fighter-ն է, իսկ հիմա մի հատ տեսքին նայենք ժողովուրդ, բում, ձեզ վեճորս ես, իրականում շատ շոք հա ժողովուրդ, անտանելի շոք հա, բայց մոտոն շատ կայֆ էր քշվում, մոտոն շատ հավես էր քշվում, իտալական դրոշերով, ամեն ինչով, սուպեր կորսա պագրիշկա, սես մոտոների վրա սես բամպտի ստանաս, մնացած ասի, all-ins, active dampening, սաղ կայֆերը, բայց տրեքում չես քշում, բան չես անում, փողոցում շատ պրիատներ զգացում, ամեն առումով ինքը ճիշտ է իրան պահում, չեր սկում դեմը, չեր բարձանում, էդի արդեն իրանով ինչ ասես արժի, ու այն որ չպետք է մտածես այդ ամեն ինչի մասին, դա էլ է կայֆ տալի, որտեվ այնա ես առաջի անգամ հենց այս մոտոյի վրա նստում եմ, ու վրացի կոմֆորտ է արդեն։ Այդ նյուանսը միշտ չի որ դու կարաս ստանաս սորական steering, սորական suspension-ից, բայց մոտոն շատ լավն է իրական, շատ կայֆոտ էր քշել է իրա, այդ 7000-ից վերով սես բալիս ես ու թռնում շատ կայֆ է, ունի տակացվող ռուչկեք, մոդեր, պատվար բան ինչ-որ սենց դաշը իրականում մի հատ է աշկցենք, Ducati Classic դաշ, մոդերը ու ինվորմացիան սենց է փոխվում, մոդերը պահում ես սենց է լինում, տարբեր բաներ ունես, straight race, ստեղ եթե նայենք, ինչ-որ միտեղ պտի սրա ռուչկայի զգացմունքը լինի, որը որ ռուչկայի զգացմունքը լումա կառավարել վստահեմ ես մոտոյի վրա ռուչկայի չուստվիցելնեսը, մատորն է տարմաժենյան, բան սենց կայֆերը, որ լիքը հավես բաներ կա իրականում այդ տեսանկյունից, թույն է այդ, ես այտենց մոդեր իհարկե սիրում եմ որ կա, բայց վասանու սաղ մոտոներից մաքսիմալ մոդերի վրա եմ պահում, շոքի առումով, ենքան շոք չեր, իշքան են մոտոնա, ու շոքի առումով, ոբշի ես կասեմ, ենքան վատ չեր ամեն ինչ, բավականին լավ էր, հաշվի առնելով որ ստե մի զույգը ցիլինդրների ուղիղ հասկացաք, ինքը լրվ կայֆոտ է այդ առումով դրսևորում իրան
Yes, բավականին չես դեռ ասեմ, բավականին love impression ունեմ այս մոտոյի վրա, holy shit. Անսովոր է ինքը ինձ, որ այդ կարգի արագը ու օթային բան չունի, ես naked քշող չեմ, չնայած ես էլ եմ քշում, okay, fair enough, բայց naked քշող չեմ, սպորտի սիրահար եմ շատ, ու միշտ սիրել եմ, որ aerodynamic-ի ստե ապակին ելնի բան, այս մոտոն այդ առումով իմ համար յուրահատուկ էր այդ զգացմունքը, որ պեսամ ձյաուժեր ունես, բայց միաժամանակ շատ բան ես քշում իրան, ոնց է դրա անունը, միաժամանակ ոնց որ քամին ես զգում, հոտն ես զգում ու ուղիղ ես նստած ոչ թե պարկած, շատ թույներ է դառնում, բայց ասեմ նաև ժողովուրդ, այդ տեսանկյունից Համեմատած իմ Monster-ի, ես ակնկալում եմ ինքը ավելի Monster-ի նման անկառավարելի կլինի ցածր ծագաների ժամանակ, իսկ ինքը շատ փափուկ, շատ պլավնի էր աշխատում։ Այդ առումով, եթե դու ուզում եք Ducati էֆեկտը ստանաք, սպորտիվնեսը զգաք, ձյաուժերը զգաք, խառակցերը զգաք, ու մի քիչ վախենում եք sense մեծ մոտորներից, V4-ը ավելի պլավնի է, քան թե Elabrazne 2-ը կամ V2-ը, իրանք հիմա V2-ի են անցել։ Այդքանը ժողովուրդ։ Մի 5 րոպե հանգստանամ ու արդեն կոմֆորտի բանից կխոսանք, շկալաները կտանք ու կհասկանանք թե ինչը ոնց։ Boom. Alright, ժողովուրդ, մենք նկարեցինք մեր obzor-ը ընդհանուր այս մոտոյի հանդեպ։ Մի անգամ իսկ ուզեմ թեթևի մեջ քննարկենք, հələ որ քանի որ նոր ենք սկսում նկարել բան, շկալան կստեղծվի, կդառնա ինչ-որ բան, բայց առաջնայինը ես մտածում եմ այս պահին նայենք մի քանի ֆակտորներ է այս մոտոյի դեպքում, հետևյալն է, կոմֆորտը, արագություն, սպորտիվնեսը, ինձ թվում է կքննարկենք պրակտիկալնեսը, ու ընդհանուր տեսքը ժողովուրդ։ Այդ 4 կատեգորիաներից եկեք առաջինը գնանք կոմֆորտին։ Կոմֆորտը ինձ թվում է շկալան կլինի 1-ից 10, որ մի քիչ ավելի արխային խոսամ։ Կոմֆորտի տեսանկյունից Ducati V4 մի այլ կարգի թանկ մոտո, մի այլ կարգի ագրեսիվ, ձյաուժեր, նյուտոն-մետրներ եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ շատ կոմֆորտն էր։ Միակի մինուսը ինձ մի քիչ դուր չեկող այն էր, որ ինքը մի քիչ շատ բարձր էր իմ ոտերի համար, մի այսքան, բայց էլի ըլլում է հանգիստ քշել, կոնուսը շատ փափուկ է, կանգնում ես խաչմերուկում, չես անհանգստանում ոնց կլինի փոկվել, ինչ կլինի, այդ առումով կոմֆորտը ես իրան կասեմ այս պահին 7 կամ 8, 10 ասենք, պատկերացնում եք Goldwing բամ դիլնի, որ ես չեմ քշելու, չեմ review անելու իմ ջոգելով, բայց եկեք գնանք 8, R1-ի պլավնեսի վրա ես կանեմ, սպորտիվնեսը հասկանալով էլ 8 ենք դնում, արագություն, ագրեսիվություն, եկեք էլի 8 տնենք, որտեղ ինքը բեսամտ արագ է, բեսամտ ագրեսիվ է, բայց շատ ընկերասեր է այդ առումով, ու իհարկե ես իրան մի այլ կարգի արագություն չէ, եկեք 9 տնենք, 210 ձյաուժը ժողովուրդ համարյա, ցնդելու թիվ է, так что 9, 10-ը չգիտեմ, H2 արտի լինի կամ ինչ-որ սես բան, 9-ի վրա ենք կանգնում, երրորդը գալիս է իր պրակտիկալնեսը, ինչքանով է պրակտիկ, քննարկենք պրակտիկալնեսը ժողովուրդ, պրակտիկ տեսանկյունից ես կարամ մի բան ասեմ, որ ինքը naked bike է ու չնայած որ ձյաուժերը շատ են, չնայած որ ինքը թանկ մոտո է, շատ թանկ մոտո է, էժան չի, չնայած որ ինքը իր մասերն են թանկ, իր պահելն է բարդ լնելու համեմատաբար ճամփորդականների, պրակտիկալնեսը ես էլի 8 կդնեմ երևի, մենակ այն խաթր ընդեղ է կորցնում ինքը աչոկներ, որ սենց մոտոն քաղաքում կանգնացնելուց վախենալու ես պրոստը թողես ու գնաս կաֆե, վախենալու ես թողես ու գնաս ինչ-որ մտեղ, որտեղ շատ ուշադրություն գրավում, կարմիր է, սեքսուալ է, այդ տիպի բանը մի քիչ պրակտիկալնեսի տեսանկյունից, ես են քո մոտոյով օֆիս գնալ ու թողել դուսը ժամերով մոտոն չի, բայց քշելու առումով, քաղաքի մեջ քշելու, պրոբկեքի մեջ դիմանալու, շոքը իրա տաքանալը, 8 հաստանում ժողովուրդ, շատ հարմար է, շատ թույն է, ես իրենց սզբան չէի պատկերացնում իրականում, չէի սպասում, որ սենց այս կարգի կոմֆորտ կլինի քշելը, այս կարգի ձյաուժերով, այս կարգի ագրեսիվ նստելաձևով, այս կարգի ագրեսիվ մոտոյի տեսքով։ Ու այդ բերում է մեզ մեր բանին 4-րդ կատեգորիային, որը որ տեսքն է ու սեքսուալնեսը։ I mean, come on, ժողովուրդ։ 8-9 naked-ների մեջ ամենասիրուն naked-ներից է, բուն naked-ների կատեգորիայում ես կասես 10 ստանում, ես որպես սպորտի սիրահար կասեմ եկեք 8-ի վրա կանգնենք
9-10 թողենք սպորտերին տիպը այնտեղ տարբեր ճապոնական մոտոներ, տարբեր այս իմ կմահաճույքից ելնելով։ Բայց եթե ռեալ ենք նայում, կարմիր գույնը Ducati, ինչ ասես արժի։ Միակոմանի մի կողմից եկածող մայտնիկը ինչ ասես արժի։ Էս իրա թևերը, էս իրա սուրքիթը, չնայած որ ես թևեր ու սուրքթեր, թևեր չեմ սիրում, սուրքթերի հետ խնդիր չունեմ, բայց շատ սիրուն է, ախր։ Իրոքից թույն մոտոն է ստացել։ Так что 8 ճիշտ բանով, ոնց ամենայն ոնց որ սախ մոտոների թեմաները պատկերացնելով, կամ 10, եթե մենք naked-ներ ենք մենակ խոսում, այս սուրպոչը, միակոմանիակը, սիրա կարմիր գույնը, все-таки Ducati-ա ժողովուրդ։ Հիմա, այս ամենի հետ մեկտեղ ժողովուրդ, մնում մենք մենակ մի բան ասենք, որ եթե սս վիդեոները ձեզ դուր ա գալի ու կուզեք էլի վիդեոներ, էլի մոտոներով, կոմենտ ենք գրում ներքևում, թե ինչ մոտոներ կուզեք տեսնել, կոմենտ ենք գրում, թե ինչը դզեց այս մոտոյի վրա, ինչ էիք ակնկալում, ինչ ստացաք, вообще այս ֆորմատը դուրներ գալիս է թե չէ, ուղարկում ենք այս ձեր ընկերներին, ընկերուհիներին, հարևաններին, այդքանը ժողովուրդ, այդքանը։ Թույն օրա, թույն մոտոյա, թույն քշելեր, մերսի իհարկե մոտոյի տիրոջը, մեր աղբորը, որ մոտոնա տրամադրե, մերսի ձեզ որ նայում էիք, ու կմնանք կապի մեր ժողովուրդ։